Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է բանաստեղծ Հուսիկ Արան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք Նիկոլ Փաշինյանի ոճափոխության մասին, նա սափրվելուց հետո կառավարության կազմում փոփոխություններ է իրականացնում, 6 բարձրաստիճան պաշտոնյա հեռացվել է, խոսվում է նաև, որ էլի պաշտոնանկություններ են սպասվում, այդ թվում նաև առողջապահության նախարարը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է հեռացվելու, նաև մարզպետներ։ Առհասարակ ինչ եք կարծում, այս փոփոխությունները ինչ արդյունք կտան, շատերը նշում են, որ ուղղակի նախարարին փոխելով ոչինչ չի փոխվելու, հատկապես երբ նաև տեղափոխություններ է երբեմն իրականացվում։ Ինչ է իրականացնում Փաշինյանը, ինչից է դժգոհ։ Նախ սափրվելուց խոսենք շատ կարճ։ Ուրեմն մինչև իշխանության գալու հեղափոխությունը Նիկոլը սափրված էր։ Հիմա երբ սափրվեց, առաջին զգացողությունն էր, որ հեռանալու է։ Մորուք պահած ժամանակահատվածը էր հեղափոխության եւ իշխանության ժամանակահատվածներ։ Սա իմ տպավորությունն է, կարող եմ ասել։ Իսկ գիտեք ինչ, համակարգը այնպեսին է նրա այդ, որ որևէ տեղափոխություն անելու պաշտոնների, որևէ մեկին հանել դնելով ոչինչ չի փոխվելու։ Իրենք պետք է հեռանան, իրենք վաղուց պետք է հեռացած լինեին։ Գոնե նոյեմբերի 9-ի 10-ին արդեն ցերեկը իրենք պետք է հրաժարական տված հեռացած լինեին։ Ասում եմ հրաժարական տվել եմ, ժողովուրդը նորից էին ընտրել։ Ճիշտ է ասում։ Բայց իրենք պետք է բարոյականություն խիղճ ունենային, հեռանային, չհասցնեն երկիրը կործանման։ Իրենք լավ գիտեին մնալով կործանել են մինչև վերջ։ Այո, ժողովրդի զգալի մասը, զգալի զանգված է, դա չի գիտակցում, չի հասկանում, եւ շատերն էլ հետաքրքիր չի։ Այդ քաղաքացիական գիտակցությունը չունի, պետություն պահելու, պետություն պետականություն ունենալու։ Հիմա այսպես է, որևէ մեկին հանել դնելով ոչինչ չի փոխվելու։ Ասենք Սուրեն Պապիկյանը տեղը գնել Սանոսյանին դնելով, չգիտեմ, կամ 30-ամյա աղջկան։ Պապիկյանի հետ կապված դեռևս չկա քննարկում։ Բայց այո, ներքին գործերի նախարարին փաստորեն փոխեց տեղակալի նշանակեց։ Որևէ բան չի փոխվելու երկրում։ Նույնն են, նույն իրավիճակն է լինելու եւ ավելի եւ վատթարանալու։ Գիտեք ինչ, մի քիչ կոպիտ կհնչի, բայց ասեմ, ներտական քտականքի վրա տարբերություն տալիս է, բայց ԿՊ-ի վրա տարբերություն չի տալիս։ ԿՊ-ականը ԿՊ-ականի վրա որևէ տարբերություն չկա, նույնն են, որովհետեւ այդ համակարգն է այդպեսին։ Նախ երկրի ղեկավարի արտահայտություն չի էլի, որ ասի կառավարության նիստի ժամանակ կա մեկը, որ թփրտ է այս պետության մեջ եւ այլն։ Դա անկիրթ, անդաստիրակ, բռի մարդու արտահայտություն է։ Որևէ երկրի որևէ ղեկավար իրավունք չունի։ Ում նկատի ուներ նա, երբ ասում էր որևէ մեկը չի կարող թփրտալ։ Չգիտեմ, ես նման հանցագործներին լսելով, թե ընդդիմությանը։ Առհասարակ ասած։ Դա ես ամաչում եմ նման արտահայտություններ լսելուց։ Շատ թեքիչ կիրթ մարդը, հասկացող մարդը ինքն ամաչում է։ Փողոցում ես, որտեղ ես տղա, այդ ո՞նց ես խոսում։ Չէ՞ որ քեզ երկրղեկ է վստահված, դու երկրի ղեկավար ես ներկայանում։ Բայց շատերին դուր է գալիս, վայ, թփրտալ, ծեփեն պատերին, մենք ուրիշ ինչ արտահայտություններ ենք լսել դրանից։ Հիմա հերթով հիշենք։ Կարելի է այդ աստիճանի ցածրակարգ լինել, որպես երկրի ղեկավար։ Կարելի է այդ աստիճան նվաստին, ընկածին, ցածրակարգին ընտրել երկրի ղեկավար ու պահել ու պահպանել։ Ախր ինքը նաև հայելին է մեր ժողովրդի։ Ասում ենք ժողովուրդ ընտրեց։ Հա։ Մեծամասնությունը գնաց հայելու մեջ նայելով իրեն տեսավ Նիկոլին։ Եվ այդ քայլն արեց ու ստացանք։ Տարավ կործանման։ Ի վերջո մենք նույն նավի մեջ ենք։ Ձեր բաժին երկիրը տվեցիք, բա իմ բաժինն ինչու եք տալիս։ Ես իրավունք ունեմ չա պահանջելու։ Շատ կոպիտ ձևով հարցադրում անելու։ Մենք նույն նավի վրա ենք
Երբ Պիտանիկը խորտակվեց, այնտեղ բոլորն էին մեծահարուստ, թե աղքատ նավի վրա գտնվող խորտակվեցին։ Ինչ է նշանակում։ Ես իմ բաժին երկրի համար եմ պայքարում, իմ տան, իմ հողի, իմ հայրենիքի, որևէ մեկը իրավունք չունի իմը տալու ուրիշին։ Ասում են ընդամենը տարի-ու-կես է մնացել ընտրություններ լինելու, թող որոշումը ժողովուրդը կրկին իր որոշումը կայացնի։ Ախե տարի-ու-կես ասածը այնքան հեշտ ենք պատկերացնում։ Տարի-ու-կես հետո մենք կլինենք, ինքն է ասում, չենք ունենալու պետականություն, մենք արդյոք իրավունք ունենք պետականություն ունենալու։ Երբեք մինչ իր գալը որևէ մեկը խնդրահարույց չի համարել մեր պետության գոյությունը, պետականության կործանումը արդիական չի եղել։ Իր գալով ոչ միայն պարտվեց նաև հիմա պատերազմը կամ Արցախի կործանումը, այլ հիմա դրված է Հայաստանի լինել չլինելու հարցը։ Դա այդ ամբողջը իր օրոք, այդ ամբողջը իր բերած վայ իշխանության ժամանակահատվածում է եղել։ Մինչև իր իշխանության գալը մենք ունեինք երկու հայկական հանրապետություն։ Հիմա քանիսն ունենք։ Կեսը, այսինքն Արցախ ընդհանրապես չկա, հայաթափված պատմության մեջ առաջին դեպքն է։ Արցախում հայ չի ապրում։ Եվ Հայաստանի սահմաններից երեք կողմից ամենակիչը թշնամին ներխուժել է քո երկիր եւ սպառնում է քեզ քո սահմանադրությունը փոխել, ամեն ինչ անել, թույլ չտալիս երասխում մետաղաձոլական գործարան սարքել եւ այլն, ինչ ուզում անը, քո ներսում, քո երկրում քեզ թույլ չտալիս որևէ գործողություն կատարելու։ Եվ ինքն է թելադրում։ Այսինքն դու այլևս գրեթե զրկված ենք մենք ինքնիշխան լինելուց։ Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսպես ասած, կամակատարն ու չգիտեմ ոտքի տակի կոխանն ենք։ Եվ որևէ պատահականություն չեմ տեսնում, որ Շամարտի այդ զինվորականների այդ մրցույթում մեր ամբիշներին, լավագույններին հանել են։ Թույլ չեն տվել մասնակցել։ Ամբիշներն ասում են մենք 3 ամիս պատրաստվել ենք։ Ինչու հանկարծ։ Ֆեդերացիան ասում է անհասկանալի է, ինչու հանկարծ։ Որպեսզի ծիծեռնակաբերդում ծածանվի Թուրքիայի դրոշը։ Հնչի Թուրքիայի հիմնը։ Սահմանին, Արցախում եւ այլն բանակը ադրբեջանա-թուրքական ջարդեց հայկական բանակին։ Հիմա էլ ներսում ջարդենք ձեզ։ Սա է ամբողջ խնդիրը։ Սրա ոչ միայն թույլտվությամբ, կամակատարությամբ ավակ սերունդը լավ հիշում է։ Դամերջանն ուզում էր բերել օլիմպիական խաղերի որոշ մրցույթներ, անցկացրել Համալիրում, նոր սարքվում էր 1984-ներ։ Եվ որ միջազգային հնչեղություն ստանա Երևանը եւ այլն աշխարհում ճանաչվի, նաեւ ֆինանսներ կմտնեն լավ։ Ժողովուրդը մռլտում էր, ասացին ոչ, Թուրքիայի դրոշը չպետք է ծածանվի ծիծեռնակաբերդում։ Ոչ, նա փորձեց այո, եւ արդյունքում ինչ եղավ, Համալիրը հանկարծ հրդեհվեց։ Ու չբերվեց։ Թույլ չտվեց այդ ժողովուրդը, որ Թուրքիայի դրոշը այն ժամանակ ծածանվի։ Հիմա ժողովուրդը կարծես թե լուրը շատ հանգամանքների հետ կապված։ Հենց թեկուզ այն, որ Փաշինյանը խնդիր է տեսնում հայոց պետության պահպանման հարցում, եթե մենք ցեղասպանության հարցը շարունակենք կամ առհասարակ համանդրության մեջ այնտեղ գտնի։ Մեր առավելևս նվանկության վարչակագրում։ Ուղղակի այդ խորհրդային միության վերջին տարիներում եւ կրթական համակարգներ եւ այլն եկավ ինքնագիտակցության։ Կարողացավ եւ դրանով կարողացավ հաղթել եւ ազատամարտ եւ իր արժեքները վերակերտել։ Հիմա մենք դարավոր հազարամյակներով ինչպես եղել ենք այդ թմբիրի ու հաշտվականության, հարմարվականության, որքան բամբ են գլխներից, ասենք Աստված էլ բետալից ազատի, թողնենք փախնենք մեր երկրից եւ այլն, արտագաղթենք, որտեղ հաց այնտեղ կաց, տանք լավ ապրենք, Հարաբաղը տանք լավ ապրենք, նրանք ասում են քանի չենք վերցել լավ չենք ապրելու, Ադրբեջանը մենք ասում ենք քանի չենք տվել լավ չենք ապրել։ Հիմա Սյունիքը տանք լավ ապրենք, հետո Երևանը տանք լավ ապրենք, հեշտ կյանքի ձգտել, գնալ։ Այդ եվրոպացին մնացել պայքարել է իր երկիրը սարքել է։ Դու էլ մնա պայքարի քո երկիրը սարքի։ Սա ենք մենք, սա
չի կարող ի վերջո ասում եմ ստափվենք, գիտակցենք, բայց որ չենք ստափվել, չենք գիտակցել մինչ օրս հիմա էլ ասում եմ, էլի մի հատված եղավ այդ 80-ականների 70-ականների բոմբերը 88-ի ազգային զարթոնքի, որից հետո չգիտեմ 40 տարբերությունն է։ Երևանն էլ գան գրավեն էլի նույն անտարբերությունն է։ Ինչպես Արցախից նստեցին մեքենաները եկան, մենք էլ չգիտենք մեքենան նստել ենք ուր գնանք Վրաստանի սահման թե ուր։ Իսկ այս նախարարների փոփոխության Փաշինյանը ինչ է ցանկանում ասել։ Իսկապես դժգոհություններ նա ունի նրանց կառավարումից, եւ եթե ունի ինչու է 6 տարի անց այդ մասին հիշել, թե իսկապես ինչպես ոմանք պնդում են, իմիջն է ուզում իր բարձրացնել, հանրությանը ուզում է ցույց տալ, որ ինքը ուզում է բարեփոխումներ իրականացնել, սակայն ապաշնոր են գտնվում իր կադրերը եւ փաստացի ձախողում են այդ ծրագրերը։ Ինչպես ասում են ժողովրդական լեզվով քամի անում, թոզ է բարձրացնում, ու դրա մեջ փորձում է մարդկանց աչքերին, այսպես ասած, մշուշ իջեցնել։ Սա է, սրանք ձևեր են, որ տեսեք ինչ էր կարող անել։ Նաև ինքը այստեղ, չգիտեմ, փորձում է շատ իրեն պլեբեին այսպես ասած հաճելի խիզախ մարդ ներկայանալ որպես բռնակալիք, ինչ է նշանակում հանգստյան օրով գիշերով ազատում է բոլորին։ Մենք հիշում ենք 18 թվականի հոկտեմբերին փողոցում նախարարներ էր ազատում։ Այսինքն իմ թուրը աչուձախ կտրում ինչ կուզեմ կանեմ եւ այլ, այդպես երկիր չեն կառավարում։ Նորից եմ ասում։ Այդպես նաև իր պաստորեն թիմին է ուզում ցույց տալ, որ ինքն է որոշում կայացնում։ Եվ թիմին եւ բոլորին, նույնիսկ ազգային ժողովի падգամավորի կարող է ասել, որ մանդատը դիր։ Այո, որևէ մեկը չի կարող թփորտալ այստեղ։ Հա, ով փորձեց ձայնը բարձրացնել, կստանա պատասխանը։ Եվ այսպես փորձում էր որ բարեփոխում են, որտեղ ասում են ժողովուրդը հալմատ տեսնենք ինչ կլինի, միանգամից կադրային փոփոխություններ անում։ Ինչ պիտի լինի, ոչ էլ չի լինի։ Բայց առասարակ հասարակությանը դա հետաքրքրում է։ Ինչ որ էլի նախկինում միգուցե ինչ որ հետաքրքրություն առաջացնում էր, սպասումներ ձևավորվում էին, բայց հիմա նկատելի է, որ հասարակությունները առանձնապես չի հետաքրքրում։ Չի հետաքրքրում, բայց որոշ ակնկալիքներ կա, այսինքն ինքը իր նպատակին որոշակի հասնում է, որ վայ տեսեք Նիկոլը լավն է փոխում է վատը իրենք են։ Չէ, այդ բոլորը Նիկոլի կամակատարներն են։ Մյուսներն էլ ովքեր գալու են դրանից լավը չեն լինելու, էլի Նիկոլի կամակատարներն են լինելու։ Սա ուղղակի նախընտրական, չգիտեմ, փոշի աղմուկ բարձրացնելն է, որպեսզի փորձում է ընդհանրապես այդ գետնակարճ կերպարը փրկել։ Բայց չեմ կարծում նա կփրկի իրեն։ Նա ինքը ամեն ինչ անելու ամեն կերպ գուցե պահազգավոր բանը արտահերտ ընտրությունների գնա կամ տեսնի որ իմիջ չունի Դե ասեն արտահերտի չենք գնալու։ Հա, որովհետև քիչ ժամանակ է մնացել։ Շատ դժվար է իր վերընտրվելը։ Կարող է կոալիցիայով չգիտեմ ինչով, էլի ինչեր անի դերասանություններ ղժժա փողոցներում ժողովրդին ինքը կարողանում է նաև եթե 6 տարի հաջողել է արդեն 7-րդ տարին է այդպես խաբել, ֆռացնել կարողանում է ինքը այդքան էլ անպետք չի այդ առումներով ինքը շատ լավ տեխնոլոգիաները կիրառում։ Բայց այդ նույն մարտի կգնան հիմա իրենք կընտրեն, որովհետև երբ 2021 թվականին ընտրեցին, այդ ժամանակ դեռ Արցախի հարցը վերջնականապես լուծված չէր։ Կար Արցախի մի հատված եւ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր, որ պահպանելու է այդ Արցախը, հայկական է մնալու, բայց հիմա շատ ջրեր են հոսել։ Եվ արդյոք այդ նույն մարտիկ պատրաստ են ամբողջ բոլորը գնալ եւ ընտրել իրեն։ Դե հիմա էլ ասում են ձեզ Արցախից ազատացի, որ պետականությունը պահպանեն։ Հիմա խաղաղության պայմանագիրն է։ Իսկ այդ մարդկանց թիվը քիչ չի այդպես մտածողների հիմա կդնիկ ասի Սյունիքը պահենք եւ այլն հետո Սյունիքը կհանձնի ինչպես Արցախը այնպես էլ ասենք այդ միջանցքը հերթով կամաց դեպքում Փաշինյան անհանգստություններ ունի ասում է երբ ես գնում եմ մարզեր մարդիկ ինձ մոտենում են եւ դժգոհ են եւ ինքը հասկանում է որ այդ նույն մարդիկ են իրեն ընտրել եթե ունեն դժգոհություններ ապա իր վերընտրվելը արդեն հարցականի տակ է դրվում։ Հա ինքը գիտի որ իր
սոցիոլոգիական հարցումներով եւ այլնով շատ ցածր է իր Բայց վարկանիշը։ ինքը ներկայացնում է այնպես, որ ոչ թե իրենից են դժգոհ, այլ դժգոհ են, որ այնինչ խոստացվել է չի իրականացվել, իսկ չի իրականացվել, որովհետև նախարարները դա չեն անում, նշանակված անձիկ թերանում են։ Չէ, նախ դու կոնտրաստիմն է, դու ես արել, տեսնում ես չի անում, 1-2 ամիս հետո փոխեիր։ Եվ այլն, ոչ թե ես եկել եմ, դուք ինձ քվե եք տվել, իշխանություն եմ ձևավորել, չեն արել, ես մեղավոր չեմ։ Հա, ինքը երբեք մեղավոր չի։ Չէ, ասում եմ, ես որևէ բանի համար մեղավոր չեմ։ Հովիկ Աղազարյանն էլ կարծեմ ձեր տաղավարում ասաց, որ մեղավորը ժողովուրդն է, թող չընտրել մեզ։ Տեսան մենք ով ենք, ինչ ենք։ Ինչ են, ընտրել էին, ասենք չենք մնում իշխանության, որովհետև իրենք էլ են աբսուրդ։ Նույն Հովիկ Աղազարյանը մի 2-3 տարի առաջ էստեղ ասաց, որ աբսուրդ է, աշխարհում նման բան չէր արել պարտված իշխանությանը վերընտրեին, բայց մեզ վերընտրել ինչ անենք։ Գիտեք ինչ, ժողովուրդը նախ չի տեսնում այլընտրանք։ Մենք իսկապես այսօր չունենք այն ընդգծված այլընտրանքը, ընդդիմությունը, որ կարող ժողովուրդը վստահել ու գնալ հետևից։ Հիմա ով գալիս ասում են նախկին է եւ այլն։ Եվ այդ առումով չես կարող ժողովրդին մեղադրել, բայց այնուամենայնիվ հիմնականում ժողովուրդն էր որոշեց։ Եվ չմոռանանք ժողովուրդն էլ չէր, որ այդքան հեղափոխություն արեց 18 թվին, դրանք կան ինչ որ դրսի ուժերի նաև կիրառումն է, ներկայությունն է եւ այլն, բայց այնուամենայնիվ մենք պետք է մենք վճռենք։ Տեսնում ենք Աբխազիայում ինչ են անում։ Ամենտեղ որ ասում են Աբխազիան սպառնում է մեր պետությանը, պետականությանը, չճանաչված պետություն, պետականություն է։ Ոչինչ մենք շատ անտարբեր ենք, մենք չպետք է թույլ տանք։ Այս ընթացքում կծնվեն լիդերներ, ընթացքում կծնվեն կգան ուժեր առաջ, որ կարող են գոնե մինչև վերջ չկործանել, կասեցնել այս կործանումը, այս նվաստացումը, այս կամակատարությունը, անverջ զիջելը, գոնե միտեղ կանգ լինի, միտեղ մեր արժանապատվությունը վերագտնենք։ Այսօր ցանկացած հայ իրեն կոտրված, ոչնչացված, նվաստացված է զգում։ Տեղ կա, կարմիր գիծ կա, չի կարելի մի ժողովրդի, մի ազգի այդ աստիճան ոչնչացնել, բերել հասնել, թքել բոլոր սրբությունների վրա, անգամ ցեղասպանության սրբադասված զոհերի վրա թքել, ներողություն Աստծոց այդ դեպքում։ Բերեք հաշվենք, չգիտեմ ինչ հարց է եղել է, չի եղել, ու ասում են հայերը, պատգամավորներ, որոնց ժողովուրդն են, ժողովրդի ընտրյալներն են ասում, ինչ ուզում եք արեք, ժողովրդի ընտրյալներն են բանում, խորհրդանում կոչվում են երես փոխաններ, ժողովրդի երեսին փոխանող ժողովրդի երեսը ներկայացնողներն են։ Լավ, ինչքան կարող ենք մենք հանդուրժել։ Ախր տեղեր կա, որ չեն էլի այդ աստիճան սրբությունները պղծում։ Սրանք ամեն ինչ են պղծել, Արարատը մեր լեռը չի, մյուսը, լսա Արարատը ինչ մեր սրբազան լեռն է, մեր գիտակցության, մեր գենի մեջ է։ Օրերս նաև իր Facebook-յան էջում էր լուսանկար հրապարակել Արագածի լուսանկարը եւ նշել, որ Հայաստանը ամենաբարձր լեռը Արագածն է։ Արագածը շատ ենք սիրում։ Հայկան լեռնաշխարհի, հայկան բարի բարձր։ Նշել էր, որ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է։ Հա, այսօր 29800 քառակուսի կիլոմետրին դա է, հասկացանք։ Բայց դա չի նշանակում, որ Արարատ հետ մենք կապ չունենք։ Ախր դա հիմար աբսուրդ բան է։ Դա մեր գենի, մեր ինքնագիտակցության մեջ է։ Նաև հոգևոր կապ է այս ամենի մեջ։ Ոչ միայն հոգևոր, ասում եմ, եթե քրիստոնեական ենք համարում, Նոյան տապան հետ ենք կապում, մենք քրիստոնեությունից առաջ բանասական նյութերում, գողթան երգերում, նիկա քաչքերը արտավազին տարան Արարատի վիհում գամեցին ժայռին։ Չի ասում Արագածի աժդահակի եւ այլն, բայց դա չի նշանակում։ Նարեկացին եւս Արարատին շատ է հիշել, Արարատ լեռը։ Հա, եւ Մասիս ջաներ սելնեն տաղարության նկարծեն։ Ախր միշտ դա քո գիտակցության, քո հոգի կերտվածքի մեջ է։ Չես կարող, անկախ դրանից սահմանից այս կողմ է, այն կողմ է։ Լավ կլիներ սահմանից այս կողմ լիներ։ Եվ երբեք հույսդ մի կորցրի, որ սահմանից այս կողմը մի օր լինելու։ Հрьяաներ 2000 տարի պետություն պետականություն չունեն եւ ունեցան։ Հիմա այդ տեսակ չի կարելի ոչնչացնել մարդկանց չգիտեմ խեղել,
ամեն ինչից կտրել զրճել Այսինքն հույսեր, երազանքներ չպետք է ունենալ ըստ Փաշինյանի, այդ հույսերը, երազանքները խանգարում են քեզ, որ դու քո պետությունը պահպանես։ Փաշինյանը ասում է բույս եղեք, բույս։ Ինչպես բույսն է։ Ոչ անցյալ, ոչ պատմական հայրենիքից հրաժարվեք։ Իսկ աբսուրդ է։ Բոլոր աշխարհում այդպես բան չեղել, ում էլ հարցնում ես դրսի ասում ոնց քո պատմությունից քո անցյալից հրաժարվես։ Ես իմ պապերից ոնց հրաժարվեմ, իմ ազգանունից ոնց հրաժարվեմ, ախր դա նույնն է։ Սա խելագարություն է։ Ախր խելագարություն էլ չէ, չգիտեմ աննորմալ երևույթ է։ Ոչ մտածող մարդու, ոչ ասելով չի, ոնց թե ամեն ինչից դες ինչ դառնանք։ Կոլբայի մեջ աճած ինչ որ ձևավորված էակ, թե բույս։ Սա է դրա։ Դու կարծում եք այս գաղափարախոսությունների հետ կապված թիմում կան տարաձայնություններ, թե այն ինչպես որ հրապարակային են ասում, որ մենք համաձայն ենք Փաշինյանի ասացի հետ, հենց այդպես է։ Եվ այս կադրային փոփոխությունները կարող է նաև դրան է միտված։ Ես ասացի ԿՊ-ի վրա, ԿՊ-յականի վրա տարբերություն չի տալիս։ Այնտեղ գրեթե բոլորը դատարկ ուսապարկեր են։ Շատ լավ են դրել։ Դրանք ոչինչ ոչ հասկանում են, ոչ ոնց ասած Նիկոլը այնպես անում են։ Որևէ տարբերություն չկա, ինչ տարաձայնություն լինի, ինչ այնտեղ հորս տարիքի մարդիկ են անում ապուշ հանուն իրենց падգամավորական մանդատի դուրս են տալիս։ Եթե ցեղասպանության զոհերին հաշվենք, Կիլիկյան իմ հետ կապ չունի, չգիտեմ ինչ։ Դες ձեր տարիքից գոնե ամաչեք էլի։ Այդքան քաղցր բան է այդ անտեր մանդատն ու մի քիչ փողը։ Այ մինչև էդ էլ չապրել եք, ապրում եք։ Կարելի է ինքդ քեզ ոչնչացնելով կյանքդ ավարտես ի վերջո օրծերության։ Միգուցե իրենք հավատում են այդ գաղափարախոսությանը, որ իսկապես մենք պետք է իրական Հայաստանը պահպանենք միայն երազանքներից, ամեն ինչից հրաժարվենք, որպեսզի կարողանանք Հայաստանը պահենք, որովհետև այլ ելք չունենք այնպիսի իրավիճակում ենք։ Իրենք ոչինչի էլ չեն հավատում։ Իրենք հավատում են իրենց աթոռին, իրենց փորին, իրենց գրպանին։ Վաղը մի իշխանությունը փոխվեց կամ իշխանությունը հայացքը փոխեց, վաղը եթե Նիկոլը ճիշտ հակառակը հայտարարի, նրանք ճիշտ հակառակն են կրկնելու։ Նրանք ոչինչի չեն գիտակցություն չունեն, ինչ որ բանի հավատան կամ չհավատան։ Որ պահին ինչ ասելը ձեռնատու է իրենց, որ գլխարկը այդ պահին օգտակար է դնում են։ Նույն հաջողությամբ իրենք եթե այստեղ թշնամու իշխանությունը ձևավորվի, նրանք նույն սահուն կերպով նույն հաջողությամբ կծառայեն թշնամուն։ Այնպիսի բաներ կասեն, որ կցնդես։ Սրանք ինչ ասեմ, հասկանալի է քաղաքականությունը, անբարոյականությունը, քաղաքականության մեջ մտնելը, բայց կա մարդկային արժանապատվություն, կա, չգիտեմ, կեցվածք, դու քո առաջ, քո ժառանգների առաջ, քո խղճի առաջ պատասխանատու ես։ Չի կարելի այդ աստիճան ոչնչություն լինել։ Հանուն ինչի։ Հանուն որ падգամավորական մանդատ ունենամ կամ նախարարի պաշտոն ունենամ։ Այդ նույն նախարարներին հիմա եթե գործ չտվեցին, վաղը դառնալու են ընդդիմություն։ Մենք գիտենք էլի փորձից պատմությունից։ Արթուր Դավթյանն էլ էր, չէ՞, մեկ-երկու անգամ միտինգներին ընդդիմության եկել է։ Նույնը որ կարող էր, եթե ըստ օրենքի կանխել ժամանակին Փաշինյանը ձեռքը բռնել։ Չես արել։ Հիմա եկել ես Փաշինյանի դեմ միտինգներին, որ ինչ այդ տղա։ Որ այսինքն սրանք են։ Բայց ամեն երկրում մենք ամեն ինչ գցում ենք ժողովրդի վրա։ Լինում են պալատական հեղաշրջումներ, տեսնում են նախարարությունները, գերատեսչությունները, ազգային անվտանգության ծառայությունները եւ այլն, ոստիկանությունները, որ այս երկրի ղեկավարը կործանում է, նրանք կարողանում են զսպել ու չեզոքացնել։ Հիմնականում աշխարհում այդպիսի հեղաշրջումները լինում են վերևներում։ Ոչ թե ժողովուրդն է դուրս գալիս փողոց, չգիտեմ ինչ, դուք տեսնում եք, ԱԱՑ-ը դու տեսնում ես ինչ է անում։ Մյուս գերատեսչություններ տեսնում եք, լավ չեք հասկանում ինչ է կատարվում։ Տեսնում եք կործանվելով կործանվում ենք։
որտեղ մի անձի դիկտատուրա է։ Միայն Նիկոլն է որոշում, ով ինչպես, ոնց կդնի, ոնց կհանի ու այնպես է Եվ իդեպ կանանց է հիմնականում նշանակում, ավելի ներքին գործերի նախարարը ավելի հեշտ կառավարելի, արտաքին հետախուզության ղեկավարը, արդարադատության նախարարը նորանշանակ կրկին կին է։ Ես միշտ կողմ եմ եղել կանանց իշխանության կառավարության մեջ կանայք շատ լինեն։ Միշտ շատ ողջ 20 տարի առաջ եւ այլն, նույնիսկ հոդվածներում, բաներում ակնարկել եմ։ Ես շատ ուրախ եմ, որ կանայք են։ Բայց արդյոք բոլոր ոլորտներում, ունակ ներքին գործերի նախարարը ոչ Հա, բայց պետք է արժանի, կարող է լինել, բայց ինքը պետք է կարողանա արդյոք կարողանա այդ համակարգը 100 պատշաճ ծառայեցնել իր նպատակին։ Երբեք կնոջը դեմ միշտ կողմ եմ եղել, բայց ելի եմ ասում, եթե իրենցից է այս մտածողության մեջ, այս հոգեբանության մեջ է, որևէ մեկը լավ կամ վատ դրանից չեն լինում։ Ստանդարտ, այսպես ասած, գազոնի պես համահարթեցված վտանգ են, մեղմ ասած, ներկայացնում իրենցից։ Ինչ կարող են փոխել։ Հիմա այս ամենը նաև ասում եք թիմի համար է անում, ցույց տալու, որ ինքն է որոշում կայացնողը եւ պետք է նաև վախի մթնոլորտ է ուզում ձևավորել, կարծում եք։ Հա, դե ուժը դրսում չի պատում, գնում այնտեղ խեղճացած գլուխը կախ գալիս են ներսում էլի, այն կան տղամարդիկ, չէ, դրսում կատու են, ներս են մտնում, ընտանիքի վրա առյուծ են խաղում։ Հեծեցում բռնության են ենթարկվում։ Մեզ սրանն է։ Այդ ջան, երկրի սահմանները պահի կամ մարդավարի գնա հանդիպումների եւ այլն դրսի երկրների ղեկավարները չփի, չգիտեմ, ոչ թե արի այստեղ ցույց տուր ժողովրդին, որ ես խիզախ եմ, բոլորն էլ գիտեն քո մեջ խիզախություն չկա։ Դու վախկոտ ես եւ վախկոտի պես ճղճղալով, դուխով եկար արժանապատվություն, արժանապատիվ հայեր, չգիտեմ, ոչ ոք մեր արժանապատվությունն այդպես չէր գետնաքարշ դարձրել, այդպես չէր նվաստացրել մեզ, հատկապես հայ տղամարդուն։ Ինչու միայն տղամարդուն, բոլորին։ Սա էր քո արժանապատվությունը, հպարտ քաղաքացի։ Դու հպարտություն ես թողել մարդկանց մեջ։ Ախր դու հենց այդպես ասողներն են ճիշտ հակառակն անում։ Նորից եմ ասում, ոչ ոք դեռ մեզ այդ աստիճան չէր նվաստացրել։ Ժողովուրդը նաև կոտրված է։ Ինքը կարողացավ հասնել նրան, որ արդեն չհետարկում, չեն հետարկում, փոխեց, չփոխեց։ Անտարբերության հիասթափության այդ ամբողջ նվաստացման կոտրելու, գետնաքարշ սարքելու հետևանքն է։ Կարողացավ դրանք տեխնոլոգիաներին հատուկ կիրառել, որ հասցնես վիճակին։ Դառնում են, չգիտեմ, ռազմագերու պես։ Այս ժողովուրդը պատանդ է ռազմագերի այս երկրում։ Ամենավատ ձևով նվաստացած։ Ինչպես չգիտեմ, պատմում են ադրբեջանական բանտերում են արժանապատվությունից փորձում զրկել նվաստացնել։ Նույն այստեղ այս Նիկոլն իր քպայականով այս ժողովրդի գլխին բերեց։ Երբեք չմտածենք, որ մենք ավելի լավ վիճակում ենք գտնվում, քան թշնամու բանտերում գտնվող ռազմագերիները։ Սա է ուղղակի այս ամեն ինչից ես չգիտեմ ոնց ենք դուրս գալու, ինչքան ժամանակ է պետք վերականգնվենք, ինչեր է պետք վերականգնվենք։ Ի վերջո Հիտլերին առաջ քաշեցին գերմանացիները, ձայն տվեցին, որտեղ այդ նվաստ պարտության պայմանագրերի հետևանքներ ուզում էին արժանապատվությունն իրենց վերականգնել, բայց այդ աստիճան ներսում ամեն օր չէին նվաստացրել գերմանացիներին, ինչպես այսօր ամեն օր նվաստացնում է
մեզ Փաշինյանը իր կառավարությունով էլ չեմ ասում Երևանի Սավինյանն ինչեր է տրանսպորտի 50 դրամի համար պայքարում էին 100 չդառնա 150 չգիտեմ ես էլ եմ պայքարել ասֆալտ մասվալտ են այսպեսի քանդում կարծիք ուներ ասում էր եթե սոցիալական թեմաներով լինի հասարակությունը դուրս կգա եւ կպայքարի բայց մենք տեսնում ենք նույնիսկ սոցիալական թեմաներով հարցերը որը հենց կպնում է ամեն մեկի գրպանին նույնիսկ դա բողոքի դե հենց դա եմ ես ասում հասրեցին այդ վիճակին որևէ արդեն այն որ ինչ ուզում է լինի մի փոքրիկ բան պատմեմ Փարաջանովի ֆիլմը որ եկան ռուսը ռեժիսորը հասկանում մոռացա վերամոնտաժել եւ այլն կտրել հատվածներ եւ այլն Փարաջանովն ասում էր անտարբեր ասում էր մի ասեք արդեն դա իմ ֆիլմը չի ինչ ուզում եք արեք ոնց կտրեին ինչ անեին արդեն ինքը նռանգույնի մասին է խոսքը աշխարհարչակ այդ ֆիլմի էլի ինչ հարացին էլի մնաց աշխարհարչակ ֆիլմի իհարկե արդեն անտարբեր հիմա մեր վիճակն է ինչ ուզում են այն վիճակին ենք հասել մեր ժողովուրդը այնքան է կոտրվել կարողացան կոտրել բերել չէ որ բաներ կային լապշինի հետ ասում է ախր ժողովուրդն ու բանակը չեն տա Արցախ ասում է թող մատ լավ զոհեր տան լավ ջարդում տեսնեմ ոչ չեն տա եւ այդ իրենք շատ ծրագրված իրենց արժեվ դրված էր ծրագիրը այդ հետագայում կգրվի կբացվի մարդիկ ուշի գալով կվերլուծեն կհասկանան թե սա ինչ կանոնիկ կերպով ոստիչական աշխատանքով կարողացավ մեզ հասցնել այսօրին ես ասում եմ նա բնավել այդքան հիմար բան չէ նա շատ խորամանկ է բոլորից խորամանկ գտնվեցի դեպ քչերին կհաջողվեր այս ճկունությամբ կարողանալ հասցնել այս վիճակին ու մնալ իշխանության նա այդ նվաստացման ուղիները շատ ճկուն կերպով բերեց կիրառեց կամած անընդհատ են կաթիլ հիմա Երևանն էլ գնաց անտարբեր ժողովուրդ մտածել ինչ անեմ ինչ մեքենայի մեջ կտեղորվի թանկարժեք ինչ ունեմ լցնեմ գնամ սահման այս վիճակն է հասել առաջվանը չի առաջվա վիճակը չի ասենք այն ուժեղ հպարտ վիճակը ոչ թե իմ երկի ոչ թե թշնամին մտնի ջերմուկ ոնց թե այսպես ոնց Երևանը իրենցն է ոնց չի թողում ադրբեջանցին մենք պղնձաձուլարան սարքենք եւ մետաղաձուլարան սարքենք այս ամենը առաջ մեծ ընդվզումների առիթ կտար այսինքն արժանապատվության խնդիր կար դերեք մեր մեջ ամենածանրը որ ոչ միայն ազգային արժանապատվությունն է կոտրված այլ անձնական արժանապատվությունն է ոչնչացրել հայը միշտ ընդգծված է եղել իր արժանապատիվ կեցվածքով իր հպարտությամբ իր հպարտությունը գոռոզությանը չշփոթենք էլի պատվախնդրությամբ Ալիևն ասաց չէ պատերազմից անմիջապես հետո չէ Նիկոլին տրվել էր 21 թվականի հունիսի 21-ին հայտարարեց ասես ես հայերին պատվախնդիր ժողովուրդ գիտեի Իլխամ Ալիևն ասաց բայց ոնց դրան գնացին ասում եք ոչ միայն մեզ այդպես գիտեին որովհետև մենք այդպեսին ենք եղել բայց ոնց դարձանք այդքան նվաստ ու գետնաքարշ ոնց կարողացանք այս փալասներին այսպես չգիտեմ եթե ոչ պայել գոնե հանդուրժել հիմա այդ ես որ բրսկամարտում կոչվում է նոկդաուն հոկման շոկի մեջ է թավերն են հաշվում ինքը շոկային վիճակն ոչ կարող է գրևը շարունակել ոչ բան ոչ պատգարակով պիտի հեռացնեն այս շոկային նոկդաունային վիճակում ենք բոլորս մեկը մի քիչ շատ մեկը մի քիչ գիտակցելով կամ չգիտակցելով բայց այսօր ձեռներս չգիտեմ առայժմ որևէ հնարավորություն ու ճար չկա չի ստացվում ինչ որ բան Գուցե եւ դրսեցյան խանգարում եւ բան սրբազան շարժումն էլ եղավ է հետո մի առանձնահատկություն էլ շեշտեմ շատ կարևոր տեսեք ասում ենք անտարբեր ենք բայց ոչ մի ժողովուրդ այդքան չի կանգնել էլի պարբերաբար հավաքվի մենք տեսանք սրբազան մայիսի 9-ին հսկայական ժողովուրդ թվեր կա որ ասում մինչև 127,000 մարդ է մտել դուրս եկել հրապարակ այդ տարածք ամբողջ
Բայց անընդհատ փաստորեն ձախողումներ է նաև ընդդիմության, Հա, հիասթափություն առաջացնում ժողովրդում, միշտ այսինքն միայն իշխանությունից չեն հիասթափված, նաև ընդդիմության չհաջողելուց։ Հազվադեպ ժողովուրդներ կամ գուցե մեկն եք բացառիկ, որ ամեն առիթով կանգնում ենք, էլի։ Այնպես չի որ չենք կանգնում։ Ինչպես արտահայտություն կա, պրոպկա այպես թռնում կանգնում ենք։ Հիմա այդ իշխանության ընդդիմության ասում է ժողովուրդ, հիմա իշխանությունը սրանից վերջ տուր ինձ, ինձից վերջ տուր նրան եւ այլ, ժողովուրդը ձեր ձեռին խաղալիք չի, բայց ժողովուրդը այսօր էլ պատրաստ է։ Միայն մի քիչ վստահելի մի խումբ լինի, մի մարդ լինի, մի բան, որ մի քիչ կարողանա վստահել։ Այս ժողովուրդը կանգնելու է։ Ես նաև հային գիտեմ, էլ թվում է ինքը չկա, ինքը գոյություն չունի, ինքը մեռած է, բայց մեկ էլ այնպես է հառնում փյոնիկի պես, այնպես է տորնադո անում, որ բոլորը ցնցվում են։ Դա շատ լավ գիտի քո թշնամին։ Լորենս Արաբացին այդ մասին գրել, բանի Մեծ Բրիտանիայի 1918-20 թվականներին հետախուզության պետներ Լորենս Արաբացին 100 տարուց ավել է որ գրել։ Լավ գիտեն մեր հային, մեր ուղղակի այսօր այնպես մի ծեծված, ջարդված վիճակ է, որ ոչ նորմալ ուժ է առաջ գալիս, ոչ կարող ունենք վստահել, ոչի մի հույս ունեմ, մի ընդգծված մի բան կլինի եւ մեր ժողովուրդը պատրաստ է դուրս գալ եւ փոխել այս նվաստացմանը, վերջտալ չկարծեք որևէ մեկը իր ներսում հաշտ է կամ իրեն դուր է գալիս այս վիճակը, ոչ, ես գիտեմ հային, ես նայում եմ մարդկանց աչքերի մեջ, մարդկանց քայլվածքից, ուսերի շարժումից, այդ նվաստացումը բոլորին մեծ ցավ, ողբերգություն է պատճառում, բայց ինչ անեն, առայժմ այս վիճակն չեն կարող, չի ստացվում, ոչ թե չեն կարող են, ուղղակի դեռ չի ստացվում, բայց վայն եկավ տարավ, եթե ստացվեց, այս նվաստացման պատասխանը տալու է ժողովուրդը, պահանջելու է, խաբվել է, ինչ է արել 18 թվին, 21 թվին, այնուամենայնիվ ժողովուրդը չի եւ չէր էլ կարող գիտակցել, որ կարող են իրեն տանել այդքան ծանր փորձությունների միջով ծանր նվաստացման ու ոչնչացման չի ներելու մեր ժողովուրդը թվում է ներող ենք հանդուրժող ենք պահանջելու է մի օր ու պատասխանը ստանալու է ես ասում եմ վայն եկավ տարավ գգա կտանեն նրանց ովքեր մի ամբողջ ժողովուրդ են նվաստացրել ու գետնաքաշ դարձրել ոչնչացրել մի ամբողջ Արցախ են կործանել Հայաստանի պետությունն ու պետականությունն են գրեթե կորցնում եւ դրել կործանման սպառնալիքի տակ պատասխան են տալու այս ժողովրդին են պատասխան տալու որքան էլ մենք մեզ դատենք մենք մեզ համարենք չգիտեմ էս են նայենք ասենք վայ անհույս ենք էսի ժվատն ենք եւ այլն չէ մենք եթե այդքան հազարամյակներով դիմացել եկել ենք մեր մեջ կա շատ պինդ շատ ամուր եւ կգա օրը կստացվի եւ պատասխանը կստանա ժողովուրդը եւ կանգնի թույլ չի տա ես չգիտեմ ես հավատում եմ հայ գենին ես ճիշտ է շատ ցավ եմ ապրում շատ դժգոհ եմ շատ հիասթափված եմ առաջին հերթին ինձնից ես չեմ տարբաժանում ես նույն գենին նույն ժողովրդի զավակն եմ նույն են ամեն ինչը ինչ որ մեր ժողովուրդն ունեն ես ունեմ ես երբեք ոչ բարձր ոչ ցածր եմ դասել բայց այնուամենայնիվ ես հավատում եմ նեյրան գենին ես հավատում եմ հայի ուժին ես գիտեմ այսպես չի մնալու այսպես քո թշնամին չի անդադ բռունցքով սպառնալու մի օր այդ բռունցքը ինքն իր գլխին է խփելու թող մի քիչ էլ եթե կարող է հազիվ առիթ է մի քիչ ուրախանա երգի բայց շատ կարճ է տևելու այդ թշնամու ուրախությունն ու երգը կապրենք կտեսնենք ես գիտեմ ես դա զգում եմ նաև իմ բանաստեղծական այսպես ներշնչանքով պոետական ներշնչանքը չի խափում Շնորհակալ եմ զրույցի համար լավատեսական ավարտենք հաղորդումը զրուցում էի բանաստեղծ Հուսիկ Արայի հետ շարունակեք մեզ հետևել կհանդիպենք